Սիրել այրենակիցներ, հերթական մարզային այցելության ընթացքում քաղաքացիները ինձ են դիմել ավտոբուսով ներամայքային կանոնավոր ուղևորափոխադրման, ինչպես նաև ձմեռվա այս ամիսներին ճանապարհների ընթացիկ սպասարկման և ծնամաքրման խնդիրներով։ Մասնավորապես սահմանապահ, ճամբարակ և արդենից խոշորացված համայնքներում տարիներով չեն գործում ներամայքային երթուղիները սպասարկող ավտոբուսները։ Բնականաբար առաջացնում է էական դժվարություններ և լրացուցիչ ծախսեր այս համայնքների բնակիչների համար իրենց հանրային կյանքի կենսական առօրյա խնդիրները լուծելու նպատակով։ Ավելի պարզ ասեմ, չկա ավտոբուս, մարդիկ ստիպված օգտվում են տաքսիներից, պատիկներով ավել վճարման դիմաց։ Այս սեզոնին դրան է գումարվում եղանակներով պայմանավորված ճանապարհների անանցանելիության կամ դժվար անցանելիության խնդիրները, հատկապես խոսքը վերաբերում է Վարդենից խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերին։ Ճանապարհները ժամանակին չեն մաքրում, ձնից և չեն մշակում, որ հետևանքով ավելանում են խցանումներն ու վթարները և անհնար են դարձնում այս բնակավայրերում անհրաժեշտ տեղաշարժը։ Լրացուցիչ դժվարություններ են ստեղծում թե ուղևորափոխադրումների, թե բեռնափոխադրումների իրականացման համար։ Ի դեպ, կանոնավոր ուղևորափոխադրման հարցը ամիսներ առաջ նորից բարձրաձայնել եմ և ոլորտի պատասխանատու նախարարը խոստացել է լուծել այդ խնդիրը։ Փաստացի խոստացած ժամկետն ավարտվել է վաղուց, սակայն բնակչության համար կենսական այս խնդիրը շարունակում է մնալ չլուծված։ Սա ևս մեկ անգամ փաստական ապացույց է, որ այս իշխանությունը տարածքային կառավարման հարցում ևս դրսևորում է անգործություն և անպատասխանատու վարքագիծ։